Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ մենք մեկնարկել ենք հետաքրքիր զրույց քննարկումների շարք եւ քննարկման առարկա ենք հանդիսացնում ոլորտային մի շարք թեմաներ՝ տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութային եւ այլն։ Որպես զրույց քննարկման հյուրեր հյուրընկալում ենք Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոսական կազմի ներկայացուցիչների եւ այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ։ Հյուրընկալել ենք հոգեթերապևտ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանին։ Տիկին Պետրոսյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Դուք նաև դասավանդում եք Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում, մինչ սկսել եմ մեր քննարկումը, որը ըստ էության վերաբերելու է Հայաստանում հոգեբանության ընկալումներին, հոգեբանի դերին։ Ես ուզում եմ ձեզ հարցնել ամեն օր շաբաթվա մեջ կան հստակ օրեր եւ դուք գալիս եք Տավուշ Իջևան ու նաև գիտեմ, որ զուգահեռ այս իրականությանը դուք ունեք ըստ էության Երևանում ապրելու եւ երջանիկ զգալու բոլոր կենսապայմանները։ Ինչն է ձեզ համար հանդիսանում մոտիվացիա ամեն շաբաթ օր գալու եւ դասավանդելու մասնաճյուղում։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու առիթով, որովհետեւ իրականում ոլորտը հոգեբանության ոլորտը ինձ համար շատ կարևոր ոլորտ է, ինչպես դուք արդեն հասցրել եք հասկանալ, եւ այդ առումով, երբ որ որևէ մեկը հետաքրքրվում է այս գիտությամբ կամ ընդհանրապես այս պրակտիկայով, դա ինձ համար մեծ մոտիվացիա է նախ առաջին հերթին։ Գիտեք, կա այսպիսի մի երևույթ, երբ որ մասնագիտության մեջ մենք աճում ենք, մասնագիտության մեջ արդեն ինչ որ մի բան մեզանից ներկայացնում ենք, այստեղ մասնագիտությունը կարծես թե մեզ ստիպում է, որպեսզի մենք դրանով չբավարարվենք։ Որովհետև հոգեբանությունը մի այնպիսի մասնագիտություն է, որ դա պարզապես աշխատանք չէ, դա գումար աշխատելու համար չէ։ Հոգեբանությունը այդպիսի մասնագիտություն է, որը որ պահանջում է, որ երբ որ դու ինքդ երջանիկ ես քեզանով, պիտի տարածես դա։ Իհարկե պիտի մի քիչ ավելի սուր է հնչում, բայց իրականում պատկերացրեք, որ բառի ողջ իմաստով երբ որ չես տարածում դա, ինքդ էլ ես դադարում այդպեսին լինել։ Եվ այդ առումով Իջևանը ինձ համար այդպիսի մի տեղ է, որտեղ որ ես զգացի անհրաժեշտությունը, որ այստեղ էլ գուցե կլինի կարիքը հենց հոգեբանական գիտության եւ պրակտիկայի տարածման համար, եւ իրականում իմ հայրենիքը ինձ համար թանկ է, եւ հայրենիքի յուրաքանչյուր անկյունն է թանկ ինձ համար։ Ըստ էության Հայաստանում, եթե փորձենք ընդհանրական թեմայի քննարկումը սկսել, Հայաստանում հոգեբան ասելով մարդիկ ինչ են ընկալում եւ ում են պատկերացնում։ Հայաստանում կա մի այսպիսի մոտեցում ընտանիք ինստիտուտի հետ կապված, որ մեր բոլոր խնդիրները մերն են, մենք կարող ենք հաղթահարել մեր խնդիրները եւ շատ հաճախ այդ խնդիրների մի ստվար զանգված հենց վերաբերում են հոգեկան առողջությանը, հոգեբանական խնդիրներին։ Ինչով է պայմանավորված Հայաստանում այն մոտեցումը, որ հոգեբանին դիմել օրինակ ամոթ է կամ թուլության նշան է, որտեղից է սա գալիս եւ ինչպես է այս ընկալումը ձևավորվել։ Ձեր հարցի առաջին մասից սկսեմ պատասխանես, այո, ինչ որ ժամանակ ընտանիքի ինստիտուտը այնպիսին էր, որ այդ աջակցությունը ստանում էին մարդիկ եւ հոգեբանին դիմելու անհրաժեշտություն կարծես թե չէր լինում։ Բայց մենք այսօր ապրում ենք 21-րդ դարում, որտեղ որ ամեն ինչ շատ արագ է զարգանում եւ իրականում մարդն էլ է փոխվում։ Եվ ստացվում է այնպես, որ միայն ընտանիքը իզորու չէ լուծել մարդու հոգեբանական որոշակի խնդիրները եւ այդպիսի աջակցություն տալ, եւ եթե ուշադրություն դարձնենք նույնիսկ հոգեբանական գիտության մեջ էլ եթե մենք դիտարկենք, մենք կտեսնենք, որ առաջացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք որ ինչ-որ ժամանակ չեն եղել։ Եվ թերևս դրանով է պայմանավորված, որ այսօր հոգեբանի եւ պրակտիկ հոգեբանների կամ ընդհանրապես հոգեբանական գիտության անհրաժեշտությունը բոլոր այդ տեղերում, որտեղի է ունենում զարգացում, այդ անհրաժեշտությունը առաջանում։ Ես ջիվությամբ համաձայն եմ, որ անհրաժեշտությունը առաջացել է եւ արդիականությունը աճել է հոգեբանական աջակցության դիմելու համատեքստում, բայց միևնույն ժամանակ ըստ էության տեսանելի է, որ մարդիկ այնուամենայնիվ կաշկանդվում են եւ ամենատարբեր պատճառներով պայմանավորված, մասնավորապես մարզային հասարակություններում խուսափում են դիմել հոգեբանի։ Ու ինձ մոտ արդարացիորեն հարց է առաջանում, ինչով է պայմանավորված, որ դիցուք օրինակ առողջական այլ խնդիրների համատեքստում մենք չենք կաշկանդվում օրինակ դիմել բժշկի, բայց երբ որ գալիս է հարցը ու դա վերաբերվում է մեր էմոցիաներին, մեր էմոցիոնալ ստաբիլությանը, մենք խուսափում ենք դիմել հոգեբանին ու շատ հաճախ օրինակ նախընտրում ենք խմել
մեր օրինակ քնի խանգարումները կարգավորելու համար կամ անհանգստությունը նվազեցնելու համար ամենատարբեր դեղորայք։ Ընդ որում ըստ էության առաջին իսկ հայացքից պարզ է, որ դեղորայքը խիստ կարճաժամկետ ազդեցություն է ունենում, այսինքն բավական է դա չօգտագործել եւ մեր խնդիրները կրկին գլուխ են բարձրացնում։ Եվ սրան էլ զուգահեռ պարտադիր չէ օրինակ հոգեբանին դիմել միայն այն պարագայում, երբ օրինակ դու ունես խնդիր, կարելի է հոգեբանին դիմել ամենատարբեր հմտությունները կարգավորելու կամ բարելավելու համար։ Գիտեք, այսպեսի մի հարց կա, առհասարակ հոգեկանը ինքը այնպիսի ոլորտ է, որը շատ ներքին է եւ խիստ անձնական է։ Եվ երբ որ մենք խոսում ենք մեր ֆիզիկական, մարմնական խնդիրների մասին եւ դուք ասում եք, որ ավելի հեշտությամբ կարող ենք դիմել, երբեմն շատ ավելի հեշտությամբ մենք կարող ենք մեր մարմնին մոտ թողնել, քան թե հոգուն։ Եվ հոգուն մոտ թողնելը դա մեծ խնդիր է ժամանակակից մարդու համար եւ միշտ է այդպես եղել, կարելի է այդպես էլ ասել։ Եվ այդ առումով կարծես թե հոգեբանին դիմելը դա նշանակում է խիստ անձնական տարածք թողնել մեկ այլ մարդու, ում որ չես ճանաչում, չունես գուցե վստահություն եւ այսպիսի մի շարք բաներ։ Եվ այդ առումով հոգեբանական պրակտիկան այս հարցերը հաշվի է առնում եւ հոգեբանը աշխատում է խիստ էթիկական նորմերով, որը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք խիստ անձնական ոլորտի հետ եւ այս անձնական ոլորտում մենք որևիցե կերպ այդ անձնական ոլորտից որևիցե ինֆորմացիա դուրս բերելու կամ սահման խախտելու իրավունք չունենք։ Այս հարցերը ոչ թե միայն առաջանում է հենց այստեղ մեր մոտ Հայաստանում, այլ ամբողջ աշխարհը, որտեղ որ զարգանում էր հոգեբանական գիտությունը, այստեղ առաջ եկավ հենց այդ էթիկական նորմերը, որոնք որ պարտադիր են յուրաքանչյուր հոգեբանի համար, ով որ կարող է աշխատել մարդկանց հետ, ով ունի այդ թույլատրությունը, որ ինքը կարող է աշխատել այցելուների հետ։ Այսինքն սա այնպիսի մի հարց է, որը միայն Հայաստանում չի առաջացել, դա հոգեբանական գիտության զարգացման հետ մեկտեղ դա առաջացել է։ Դա խիստ անձնական ոլորտ է եւ այդ անձնական ոլորտ իհարկե բոլորս էլ դժվարությամբ եք մոտ թողնում եւ այստեղից էլ գալիս է այն մոտեցումը, որ գուցե դա եթե շատ խիստ անձնական է, գուցե ոչ ոքի մոտ չթողնենք եւ ինքներս կարող ենք լուծել շատ տարբեր միջոցներով, հարևան, բարեկամ, մոտիկ մարդիկ, որոնք որ ավելի վստահելի կլինեն, քան մասնագետը, օտար մեկը, հա, բայց կարող եմ ես ուրախությամբ ասել նաև, որ Հայաստանում բավականաչափ հաղթահարված է այդ խնդիրը եւ այսօր հոգեբանին դիմելու մշակույթը դա ոչ միայն խնդիրների պարագայում են դիմում հոգեբանին, այլ դիմում են այն դեպքում, երբ որ ուզում են որակով ապրել։ Այսինքն շատ ներքին կոնֆլիկտներ կան, որոնք որ խախտում են մարդու կյանքի որակը, ազդում են անմիջական կյանքի որակի վրա եւ դիմում են մասնագետներին, որպեսզի մասնագետները օգնեն, որ կյանք ավելի որակյալ լինի, ավելի հաջողակ լինեն, ավելի ներդաշնակ ապրեն։ Եվ հոգեբանի սենյակում հայտնվելը չի ենթադրում, որ մարդը ունի շատ խիստ, խորը, տրավմատիկ խնդիրներ։ Հոգեբանի սենյակում հայտնվելը դա նշանակում է, որ մարդու համար իր անձնային աճը կարևոր է։ Այսինքն կարևորում է իր հոգեբանական զարգացումը, անձնային աճը եւ առհասարակ աշխարհի հետ փոխհարաբերությունները։ Հոգեթերապևտի հետ աշխատելու համատեքստում մարդ հոգեթերապևտ այս հանդիպման ընթացքում ինչն է կարևոր։ Քանի որ նշեցիք էթիկական նորմերին, ինչի հիման վրա մարդը կվստահի եւ կդիմի հոգեթերապևտին, իմ համար նաեւ կարևոր է, որ անդրադառնանք հենց այդ էթիկական կանոններին, որոնք այդ աշխատելու ընթացքում, աշխատանքի ընթացքում մարդու հետ խիստ կարևոր են դրանց պահպանումը։ Այ որոնք են այդ նորմերը, որոնց պահպանության դեպքում ըստ էության մարդը պատրաստակամորեն կսկսի աշխատանքը հոգեթերապևտի հետ։ Գիտեք, այստեղ նախ առաջին հերթին որպես վստահության ցուցիչ հանդես է գալիս այն, թե ով է մասնագետը, որովհետև մասնագետ հոգեթերապևտ դառնալու համար միայն հոգեբանական ակադեմիական կրթությունը բավարար չի, որտեղ յուրաքանչյուր հոգեբան, որ ստանում է թույլատրություն, այսպես ասած, անձանց հետ աշխատելու, ինքը ստանալով ակադեմիական կրթություն, որից է մի համալսարանում, որից է մի բուհում, որտեղ որ ուզում է լինել, այնտեղ մենք չենք սովորում եւ չկա այն երաշխիքը, որ մարդը կարող է աշխատել որպես պրակտիկ հոգեբան։ Հետո ունի ճանապարհ, այսինքն պիտի անցնի եւս այդքան երկար 3 տարի, 4 տարի նայած ուղղության, հա, այդպիսի վերապատրաստումներ, որտեղ որ պարտադիր պայման է, որպեսզի ապագա հոգեթերապևտը ինքը
անցնի իր սեփական հոգեթերապիան եւ լուծի իր խնդիրները, որովհետեւ անհնար է որպեսի մարդը չունենա, որից այդպիսի խնդիրներ եւ այդ լուծելուց հետո միայն երբ որ ինքը ունենում է արդեն հոգեբանական բավականաչափ կայուն վիճակ, այդ դեպքում արդեն նա կարող է ընդունել այցելուներ եւ պատկերացրեք, որ երբ որ մարդը անցնում է այսպիսի ճանապարհ, այնտեղ կան էլի ցուցիչներ, որոնց մասին պարզապես հիմա ես չեմ խոսի, երբ որ մարդը անցնում է այդպիսի ճանապարհ, դրանից հետո միայն հանձնաժողովը որոշում է, որ կարելի է այս մարդուն տալ թույլատրություն, որպեսզի նա աշխատի այցելուների հետ։ Եվ սկզբունքորեն, երբ որ ընտրում եք հոգեբան կամ հոգեթերապևտ, թե ում հետ կարելի աշխատել, ամենաառաջին հերթին թե ով է մասնագետը, այսինքն մասնագիտական որակավորումների մասին է խոսքը։ Եվ պատկերացեք, երբ որ մարդը անցնում է այսպիսի ճանապարհ եւ հետո ստանում է արդեն այդ թույլատրությունը, որ ինքը կարող է աշխատել, այս դեպքում ամենաառաջին գործիքը, որը որ պետք է կիրառի մասնագետը, դա ձեր հիշատակած էթիկական նորմերն են։ Առաջին այն մասին է, որ այն ինչ որ հնչում է այդ սենյակում, որևիցե տեղ այդ մասին խոսելու որովհետև այո, գաղտնիության սկզբունքն է։ Վերաբերվում են մի քանի սկզբունքներ սահմաններին, այսինքն թե ինչպիսի սահմաններով պիտի շփվեն հոգեթերապևտը եւ այցելուն։ Այսինքն այնտեղ երկակի հարաբերություններ չի թույլատրվում, որովհետև մի անգամ, ասենք, եթե մարդը հոգեթերապևտի հետ հանդիպում է այցելուն, իրենք չեն կարող լինել բարեկամներ, չեն կարող լինել ընկերներ, չեն կարող ընկերանալ, ասենք, այցելություններից հետո կամ առաջ, չեն կարող, ասենք, մենք չեն կարող մեր հարազատների հետ աշխատել, ընկերների հետ, բարեկամների հետ, երկակի կապեր չի կարելի։ Գեր Պետրոսյան, իսկ օրինակ այցերի ընթացքում կա հստակ որոշված այցերի քանակ, թե դիցուկ այցելուն կարող է ցանկացած պահի օրինակ դադարեցնել իր Այցելուն ցանկացած պահի կարող է դադարեցնել, որովհետև հոգեբանական այս աշխատանքները, որ տեղի են ունենում, ինչ որ ժամանակահատվածում գուցե այցելուն պատրաստ չէ առաջ գնալու, գուցե այդքանը տվյալ ժամանակահատվածի համար իր համար բավարար է։ Իսկ ինչ վերաբերվում է այցերի քանակին, դա պայմանավորված է խնդրով, խնդրի ինչ վաղեմությամբ խնդիր է, ինչ խորությամբ է, սրանից ելնելով կարող ենք ասել, բայց ասել, որ 1-2 այցը մարդու կյանքում կարող է շատ մեծ փոփոխություններ տանել, իհարկե այստեղ սխալված կլինենք, որովհետև այն ինչը որ մարդուն խանգարում է ապրել կամ կյանքի որակի վրա ազդում է, դա չի ձևավորվում, ասենք 1-2 ժամվա ընթացքում։ Դա տարիների ընթացքում ձևավորված մի բան է եւ 1-2 ժամվա ընթացքում հնարավոր չէ էլի դա շտկման ենթարկել։ Այդ առումով այցերի քանակը գուցե ասենք ինչ որ մեկի համար կլինի օրինակ 5 այցից սկսած, մարդիկ կան որ կարող են տարիներով գնալ, մարդիկ կան որ կարող են ամիսներով, այսինքն դա կախված է խնդրից, կախված է եւ փոխհարաբերություններից, հոգեբան եւ այցելու, թե ինչպես է ստացվում այդ փոխհարաբերությունները եւ ինչքանով է համապատասխան տվյալ հոգեբանը տվյալ այցելուին։ Որովհետև հոգեբանը ինքը կարող է լինել շատ լավ հոգեբան, բայց տվյալ այցելուի համար համապատասխան չլինել։ Այսինքն այս կապը շատ կարևոր է։ Վերջին շրջանում բավականին շատացել են հոգեբանական կենտրոնների ստեղծման process-ը ու դաշտում ոլորտում շատ են նմանատիպ կենտրոններ։ Սա իհարկե լավ է, բայց միևնույն ժամանակ իր հետ բերում է շատ ռիսկեր, որովհետև երբ մարդը ըստ էության սկսում է դիմել հոգեբանական կենտրոն ու այս կամ այն կենտրոնի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով առաջին մարդ կարող է կորցնել իր վստահությունը կրկին այդ ինստիտուտի նկատմամբ եւ որն է ամենակարևորը տվյալ անձի վիճակը կարող է վատթարանալ։ Ես նայում եմ տարբեր երկրների փորձ, թե որքանով է որպես այդպիսին հոգեբանական աջակցությունը որպես այդպիսին ինտեգրված պետական քաղաքականության մեջ ու ամենատարբեր ոլորտներում։ Օրինակ Իսրայելի փորձը պատերազմական տրավմայի համակարգային կառավարում է կոչվում իրենց այդ ինստիտուտը, ինքը շատ հետաքրքիր էր, մասնավորապես այդ երկիրը մշտապես գտնվում է տագնապային փուլում։ Ու պետությունը որպես այդպիսին ինտեգրել է մի համակարգ ամենատարբեր ոլորտներում, դպրոցներում գործում է 24/7 ճգնաժամային կառավարման զանգերի կենտրոն, երբ որ դու կարող ես անդադ զանգել, ու այսինքն այստեղից երևում է, որ պետությունը որպես այդպիսին չի ընդունում տրավման անհատական, դա խիստ կոլեկտիվ մոտեցում է։ Կամ օրինակ Ֆրանսիայում կոവിഡից հետո, ինչը իրապես լուրջ ճգնաժամ էր հասարակական տարբեր շերտերի համար, ուսանողների համար իրենք ինտեգրել էին այսպես կոչված հոգեբանի 8 այցի անվճար այցի հնարավորություն,
Ինչու ուսանողների համար, որովհետև իրենց պետական քաղաքականության մեջ ուսանողը ոչ միայն է Ֆրանսիայում, աշխարհի ամենատարբեր երկրներում, թե ֆինանսապես, թե հոգեբանորեն ուսանողները ամենախոցելի խավերից են ըստ էության, կամ օրինակ Ճապոնիայում, որտեղ հոգեբանական աջակցությունը ինտեգրված էր իրենց ամենատարբեր ընկերություններում ու աշխատանքի ամենատարբեր փուլերում աշխատողներն անցնում էին հոգեբանական ինքնատիպ, այսպես ասած փորձությունների միջոցով հասկանալու համար թե տվյալ աշխատողը պատրաստ է պաշտոնի առաջընթացի թե ոչ, կամ իրեն լավ է զգում կազմակերպությունում թե ոչ։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում կա նմանատիպ պրակտիկաներ, երբ որ հոգեբանական աջակցությունը բացառապես չի սահմանվում առանձին կենտրոնների գործունեության սահմաններում։ Նայեք, այո, Հայաստանում կան այդ պրակտիկաները, իսկ աշխարհում առհասարակ այդ կենտրոնների գործունեությունը ինքը ինչպես է վերահսկվում, սովորաբար դրանք կատարվում են ասոցիացիաների միջոցով։ Այսինքն ստեղծվում են մասնագիտական ասոցիացիաներ, ասոցիացիաներում լինում են հանձնաժողովներ, որոնք որ լիցենզավորում են, հսկում են, վերահսկում են, ասենք, հոգեթերապևտի աշխատանքը։ Այլ բանը, երբ որ դիմում են կենտրոն, գոնե այնտեղ կենտրոնը ինքը որպես իրավաբանական անձ, ունի ինչ-որ տեսակի երաշխավորումներ այն մասին, որ ենթադրենք մարդը դիմել է կենտրոն եւ ստանում է այնտեղից ինչ-որ տեսակի աջակցություն, եթե այստեղ ինչ-որ մի բան տեղի ունենա, բնականաբար կենտրոնը արդեն պատասխանատու է։ Բայց այլ բանը, երբ որ պարզապես անհատներ են, ովքեր որ ուղղակի ինչ-որ միտեղ սենյակ կարող են բարձել եւ այդ սենյակում ուղղակի աշխատել առանց որևէ մի կազմակերպության պատկանելու եւ այդ դեպքում արդեն ոնց որ չես կարող այդ երաշխավորությունն էլ, թե մարդը սենյակ է բարձել, ծառայություն է մատուցում, թե հիմա այդ ով է պատասխանատու իր մատուցած ծառայության համար, մնում է միայն ինքն ու ինքը, Սա շատ ավելի, այսպես ասած, շատ ավելի վատ պրակտիկա է, քան այն, երբ որ կենտրոններն են, այսինքն կենտրոնների գործունեությունը գոնե ինչ-որ մի կերպ հնարավոր է որպես իրավաբանական անձ պատասխանատվության ենթարկել օրենքի եւ այլն, իսկ մյուս դեպքում շատ բարդ է դուրս բերել այն, որ օրինակ ասենք թե հոգեբանը կարող է վնաս հասցնել, անձին։ Մեր օրենքում ընդամենը մի կետ կա, որը որ վերաբերվում է նրան, որ եթե օրինակ հոգեբանորեն այդպես ճնշում է գործադրել, որը որ հասցրել է, չգիտեմ, այնտեղ ինքնասպանության եւ այլն։ Իհարկե բանը դրան չի հասնում, որ հենց այդ կետով մտնի, բայց ասելիքս նրանում է, որ եթե կենտրոններ են, դա շատ ավելի լավ է, քան թե երբ որ պարզապես անձիկ են, ովքեր որ ծառայություն են մատուցում, ծառայություն են մատուցում անհասկանալի։ Այսինքն օրենքը ոչ մի սահմանափակում չունի, Չունի, դեռևս ոչ մի սահմանափակում չունի եւ յուրաքանչյուր ոք կարող է սենյակը բարձել եւ այդ սենյակում իրականացնել կամ շատերը նույնիսկ իրենց տներում կարող են դա անել, իրականացնել այդ ծառայությունը եւ այդ դեպքում արդեն ես որևէ մի բան չունեմ ասելու այստեղ, որ որքանով է որակով ես ինքս այդ սենյակում չեմ, այդ սենյակում ընդամենը երկուսն են, հոգեբանը եւ այցելուն, գուցե եւ որակով ծառայությունը չեմ կարող ասել, բայց միևնույն ժամանակ չկա ինչ-որ տեսակի վերահսկողություն, բայց եթե լինում է կենտրոն, գոնե կենտրոնում, եթե դա ճիշտ սահմանված կենտրոն է, կենտրոնում այդ վերահսկողությունը լինում է կենտրոնի ղեկավարության կողմից, հասկանում են թե կենտրոնում ովքեր են, ոնց ովքեր կարող են այդտեղ գործունեություն իրականացնել եւ կարծես թե կենտրոնը պատասխանատվություն է կրում իր կենտրոնում աշխատող հոգեբանի աշխատանքի համար, այսպիսի ինչ որ նրբություն կա։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ կենտրոնները այսօր շատ են եւ այդ կենտրոնները ինչ ծառայություն են մատուցում, գիտեք, եթե օրենքի դաշտում նայենք, օրենքի դաշտում որևէ մի կերպ սա կարծես կանոնակարգված չի։ Եվ հիմա այս վերջին շրջանում ստեղծված են Հայաստանում տարբեր տեսակի ասոցիացիաներ, հոգեբանների միություն, որոնք որ ինչ որ կերպ փորձում են կանոնակարգել եւ հոգեբանական ուսուցումը, եւ հոգեբանական աջակցությունը, ովքեր իրավունք ունեն, օրինակ, ասենք թե պատրաստել գործնական հոգեբաններ, այսպես կոչված տրեյնինգներ, ովքեր կարող են անել, ովքեր կարող են այցելումներ ընդունել, ովքեր կարող են հետազոտություններ անել, Եվ հիմա նոր, այսպես ասած, փորձում են այս դաշտը կանոնակարգել, եւ Հայաստանի հոգեբանների միությունը, մենք այդ ասոցիացիայի անդամ ենք, միությունը բավականաչափ մեծ գործ է անում այս ուղղությամբ, եւ կարծես թե կանոնակարգվում է այս ձևով։ Ամենայն դեպս այն ժամանակ, երբ որ մենք էինք սկսել, ես բավականաչափ վաղուց եմ այս ոլորտում, այդ ժամանակ դեռևս որևէ բան չկար եւ ես ենթարկում էի այն էթիկական նորմերին, որ դպրոցում որ սովորել էի։
Եվ սկզբունքորեն կարծես թե այդ էթիկական նորմերը որտեղից պիտի վերցնեի, եթե իմ երկրում չկար դա, հա, որպես այդպեսին հաստատված եւ ես այդ էթիկական նորմերով էի շարժվում, հա, այսպես։ Իսկ մյուս հարցին, որը որ վերաբերվում է, թե պետության կողմից ինչ է արվում, ինչպիսի աջակցություն, հա, հոգեբանական այս աշխատանքների հետ կապված կան եղել են եւ հիմա էլ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք որ ֆինանսավորվում են որոշները պետության կողմից, որոշները ոչ մեր պետության, այլ ֆինանսավորողների կողմից, որոնք որ հոգեբանական աջակցություն են տրամադրում օրինակ պատերազմից տուժածներին, օրինակ, ասենք, տարբեր հասարակության խոցելի խավերի։ Այդպիսի աջակցություններ կան եւ բնականաբար երբ որ ֆինանսավորումը ինչ որ մի կենտրոն ստանում է, ինքը իրականացնում է դա։ Պատերազմի ժամանակ էլ կար եւ պատերազմի ժամանակ այստեղ տենց ինչ որ միտեղ հպարտությամբ պիտի ասեմ, որ մեր հոգեբանական հանրությունը բոլորը անվճար աշխատում էին եւ մեր կենտրոնը նույնպես հիվանդանոցներում կամ պատերազմից տուժածների հետ, իրենց ընտանիքների հետ եւ մինչեւ այսօր էլ մենք այդ անում ենք։ Այսինքն դրանք անվճար աջակցություններ են։ Ինստիտուտը հոգեբանի այսօր արդեն ներդրված է դպրոցներում եւ կարծես թե պարտադիր պայման է, որ յուրաքանչյուր դպրոց պիտի անպայման ունենա հոգեբանը, հա, այս առումով։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե աշխատանքային գործունեության մեջ, հա, ինչպես է հոգեբանի աշխատանքը, ինչպես է ներգրավում, մասնավոր հատվածը վաղուց հասկացել է, որ հոգեբանական աշխատանքները սրանք բարելավում են իրենց աշխատանքի արդյունավետությունը եւ մասնավոր հատվածը շատ ակտիվորեն հոգեբաններին ներգրավում է կազմակերպություններում։ Ես ինքս էլ բազմաթիվ կազմակերպություններում Հայաստանի աշխատում եմ շատ տարբեր եւ գնահատման մասով, եւ անձնային զարգացման մասով, եւ քոուչինգների մասով։ Իսկ ինչ վերաբերվում է պետական հատվածին, պետական հատվածը վերապատրաստումների իրենց ծրագրում ունի կոմպետենցիաների, որոշ կոմպետենցիաներ, որոնք որ ենթադրում են հենց հոգեբանական վերապատրաստում։ Օրինակ, ասենք դրանցից կարող են լինել, ասենք թե անձի սոցիալականացում, օրինակ կարող են լինել ենթադրենք կոնֆլիկտի կառավարում, ստրեսների կառավարում, հա, այսպիսի դիսցիպլինաներ կան, որը որ պիտի մտնի իրենց կոմպետենցիաների մեջ եւ կարծես թե այս աջակցությունը իրենք ստանում են իրենց ընդհանուր վերապատրաստման ծրագրերի միջոցով, այսինքն դասընթացների միջոցով են անցնում։ Բայց այս վերջի շրջանում նախարարություններից մեկը որոշեց, որ այդպիսի աջակցությունը, որը որ քոուչինգի ձևով էր ավելի, ոչ թե հոգեթերապիայի, այլ քոուչինգի ձևով, դրանք տարբեր են, բայց ելի հոգեբանական հիմք ունի քոուչինգը, եւ այս ձևով մասնագետների է ներգրավել, որոնք որ հենց գործունեության մեջ օգնում էին մարդկանց, որպեսզի մարդիկ կարողանան բավականաչափ լավ իրականացնել, այսինքն հոգեբանական աջակցություններ սա, հա։ Պետական հատվածը նույնպես կարծես թե ներգրավում է հոգեբաններին։ Երևի թե ասել, որ այս շրջանում արդեն Հայաստանում սա լայն տարածում է գտել, երևի ճիշտ կրնենք, որ այդպես ասենք։ Որտեւ սա իրապես կարևոր է, որ դա այն տարածաշրջանը, որում մենք ապրում ենք, ցնցումներով է, այսինքն ոչ միանշանակ, հետպատերազմյան երկիր, կոവിഡ്յան երկիր, այսինքն իրապես կարևոր է, որ այն ինտեգրվի պետական քաղաքականության մեջ, որտեղ առանձին կենտրոնների կամ ինչպես դուք նշեցիք, անհատ տներում կամ ամենատարբեր տեղերում մարդու հետ աշխատանքը ազդեցության առումով չի կարող լինել այնքան լայն, որքան որ դա ռազմավարական է ըստ էության։ Ես շատ կուզեմ նաև, որ մենք անդրադառնանք մարզերում հոգեբանական ծառայությունների հասանելիությանը եւ ընկալմանը այս ծառայությունների հետ կապված։ Որքանով են մարդիկ մարզերում պատրաստ կամ ինչպիսին են իրենց ընկալումները մարզերում, վստահաբար դուք աշխատած կլինեք նաև մարզային հանրույթի հետ, կուզեմ նաև խոսենք այս թեմայի մասին։ Գիտեք, այս թեմայի հետ կապված այսպիսի մի ինձ մտահոգող երևույթ կա, որ երբ որ տեղի ունեցավ այս ոլորտի զարգացումը, որ հիմա մենք էլ զարգացման փուլում ենք, սա ավելի շատ կենտրոնացված էր կարծես թե մայրաքաղաքի վրա, հա, ավելի շատ կենտրոններ, հոգեբաններ զարգանում էին մայրաքաղաքում եւ մարզերը կարծես թե մնում էին շատ ավելի տենց пассив վիճակում կամ չեմ սխալվի ասեմ, եթե ասեմ, որ դուրս էին մնում, հա, պարզապես որովհետեւ շատ մարզեր կան, որտեղ որ հոգեբանական կենտրոն կամ հոգեբանների աշխատանքը ինքը չլսված մի բան է։ Եվ սա ունենում է իր ազդեցությունը, որովհետև միայն կենտրոնում, եթե դա զարգանում է, դա չի նշանակում, որ դա ամբողջ օրինակ տվյալ երկրի համար է, տվյալ ազգի համար է, եւ ստացվում է, որ այս ոչ համաչափ զարգացումը բերում է իր պտուղները։
չես կարող զարգացնել ինչ-որ մի բան, եթե դա ընդհանրապես մի տեղում է կենտրոնացված։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մեր մարդիկ ինչպես են մարզերում ընկալում, այս երևույթը ինֆորմացիայի պակաս կա։ Այսինքն մարդիկ ինֆորմացված չեն, թե դա իրենից ինչ է ներկայացնում, որովհետև սկզբունքորեն գրագետ մասնագետների հետ շփումը քիչ է կամ չկա, հա, կամ կենտրոնները, որոնք որ կարող են բացվել, ասենք թե ընդհանրենք Երևանում, մարզերում չկան դրանք, եւ բնականաբար այստեղ ասել, որ գիտեք, մարզի ժողովուրդը, այսպես ասած, իրենք չունեն այդ մշակույթը, չեն դիմում հոգեբանին։ Սա ինֆորմացիայի խնդիր է, ինչ որ ժամանակ Երևանում էլ չունեին այդ մշակույթը, իրենք էլ չէին դիմում հոգեբանին։ Ժամանակները փոխվեցին, կամաց ոնց որ թե այդ մշակույթը ձևավորվեց, բայց այնտեղ գործ արվեց։ Հիմա այստեղ ասելիքս նրանում է, որ այդ գործը պիտի արվի մարզերում նույնպես, որպեսզի մարդիկ իրազեկված լինեն, հասկանան, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Հիմա գիտեք, եթե այսպես համեմատություն տանեմ, Երևանում էլ կան մարդիկ, ում որ եթե ասես, որ դիմել հոգեբանին, ինքը կարող է ասել, դա ինչ է իրենից ներկայացնում, գուցե դա այտենց ինձ հետ ոչինչ չի պատահել։ Ես եմ իմ հոգեբանը, ամենատարածված։ Եվ այստեղ ասել, որ մարզից են դրանից է, չէ, դա ուղղակի պարզապես իրազեկվածության խնդիր է։ Եվ այստեղ ես էլ եմ տեսնում, օրինակ, ասենք թե իմ խնդիրը, որ ինչի այդ իրազեկման համար մենք ինչ որ աշխատանքներ չենք տանում։ Եվ այսօր Իջևանում լինելը նաև նպատակներից մեկն էլ դա է, էլի։ Կարծես թե մասնագետներով մենք ինչ որ աշխատանքներ չենք տանում, որպեսզի դա տարածենք, իսկ մարդիկ էլ չունեն բավականաչափ ինֆորմացվածություն, որպեսզի այդ ծառայություններին դիմեն։ Հիմա եթե մարդիկ չգիտեն, թե օրինակ ասենք թե ընդհանրենք ինքը ինչ որ տագնապներ է ունենում, հա, բայց ոչինչ չի անհանգստացնում, կարծես թե կյանքը ամեն ինչ լավ է, գեղեցիկ է, բայց մարդը ունի օրինակ ապագայի նկատմամբ վախեր, մարդը ունի օրինակ ասենք թե, չգիտեմ, քնի խանգարումներ կամ շատ տարբեր, ինքը որտեղից պիտի իմանա, որ դա հենց հոգեբանական խնդիր է, կարելի է դիմել հոգեբանին, եթե ինֆորմացիան չի տարածվում։ Մենք շատ լավ գիտենք, որ եթե օրինակ կա, չգիտեմ, սրտի ցավ, չգիտեմ, կոտրված գլխացավ, գիտենք կարելի է դիմել բժշկի, բայց երբ որ չգիտենք թե հոգեբանը, հոգեթերապևտը ինքը ինչով է զբաղվում, դա ինչ աշխատանք է, այս դեպքում արդեն ոնց կարող է դիմել, իրազեկվածության հարց է, որ պիտի այդ մասին շատ խոսվի, իրազեկվի, եւ դա մեծ հաշվով մենք կարող ենք ասել հոգեբանական ինտելեկտ, որի բարձրացման համար պետք է աշխատել։ Վերջերս Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում իր գործունեությունը մեկնարկեց հոգեբանական ուսումնախորհրդատվական նոր կենտրոն։ Ես շատ կուզեմ նաև խոսենք կենտրոնի գործունեության մասին։ Իհարկե, ուրախալի էր այն փաստը, որ կենտրոնի գործունեությունից օրեր անց մենք ստացանք զանգեր մեր այցելուներից եւ արդեն ունենք մեր առաջին այցերը։ Լավ կլինի հասնենք հոգեբանական այն ստաբիլության, որ կենտրոնի գործունեությունը այլևս հոգեթերապիայի համատեքստում կարիք չլինի դրան, այլ մենք միայն ուսումնախորհրդատվական կոմպոնենտը շատ զարգացնենք։ Ես շատ կուզեմ նաև որ խոսենք հենց կենտրոնի գործունեության նպատակների եւ ուղղությունների մասին ու թե ինչպիսի մարտահրավերների եք դուք բախվում այս ընթացքում։ Ինչու եմ ես հարցը ձեզ տալիս, որտեղ ըստ էության կենտրոնի գործունեության ղեկավարությունը ստանձնել եք դուք, անդրադառնանք նաև այն հարցերին, որ կենտրոնի հետ է կապված։ Նայեք, դա առաջին հերթին կենտրոնը ինչով է, այսպես ասած, լուրջ եւ արդյունավետ, որովհետեւ պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը ինքը ստանձնել է հենց կենտրոնը իր մեջ ներառելու այս մեծ գործը։ Այսինքն կենտրոնը ինքը համալսարանում է բացված եւ այդ առումով կարծես թե մի քանի աստիճանով է վերահսկվում եւ ղեկավարվում։ Քիչ առաջ երբ որ խոսեցինք այդ մասին, թե ինչպես կարելի է վստահել, վստահություններից մեկն էլ դա է, որ կա ինչ-որ մի կառույց, որ իր մեջ ներառել է եւ բնականաբար պատասխանատվություն է կրում։ Մյուսը կարող եմ խոսել այն մասին, որ փաստորեն համալսարանում կար հոգեբանություն մասնագիտությունը, բայց այդ մասնագիտությամբ սովորող ուսանողները իրենք որտեղ պիտի իրենց պրակտիկ գործունեության համար պատրաստվածություն ձեռք բերեն։ Կենտրոնի գոյությունը տարածաշրջանի համար չափազանց կարևոր է այն իմաստով, որ սա կարծես թե կենտրոնում առաջին լուրջ կառույցն է, պատասխանատու, որտեղ որ կարելի է ստանալ հոգեբանական աջակցություն հենց այն մասնագետներից, ում մասին որ քիչ առաջ հիշատակեցի, այսինքն մասնագետներ, ովքեր որ անցել են հենց այսպիսի պատրաստվածություն, այստեղ մի քիչ վստահության խնդիր կա,
քանի որ ինչպես ասում էինք, որ վստահել մասնագետին ու վստահել, ինչպես վստահել, եւ այդ առումով կենտրոնում չեն կարող աշխատել այնպիսի մասնագետներ, ովքեր չունեն այս ճանապարհը։ Դրա համար կարծես թե կենտրոնը դառնում է երաշխավորը, որ այդ կենտրոնում մատուցվող բոլոր տեսակի ծառայությունները իրենք պիտի լինեն բոլոր տեսակի էթիկական նորմերին համապատասխան եւ անձը կենտրոնից ծառայություն ստանալով երբևիցե պիտի վտանգված չլինի, որովհետև դիմում են կենտրոն, որպեսզի շատ ավելի օգտակար ինչ-որ մի բան ստանան եւ ոչ թե որպեսզի դեղ էլ վտանգվի, ասենք, իրենց հոգեբանական վիճակը, հա, այսպես ասած։ Կենտրոնը առաջին հերթին իր առաջ դրել է այդ խնդիրը, որ որպես շատ լուրջ եւ պատասխանատու կառույց մատուցի այսպիսի ծառայություններ, որը որ վերաբերվում է հոգեբանական բարեկեցությանը։ Այսինքն այն առումով, որ մարդիկ կարող են այստեղ դիմել իրենց հոգեբանական եւ խնդիրներով եւ նաեւ անձնային աճի խնդիրներով։ Եվ սովորաբար սրանք իրարից այնքան դժվար է տարբերակել, որովհետեւ հոգեբանական խնդիրներ ասածը շատ հաճախ մարդիկ կարող են այդ խնդիրներով ապրել ամբողջ կյանքում, ունենալ ոչ երջանիկ կյանք եւ երբեք չհասկանալ, որ ինչ որ տեսակի հոգեբանական խնդիր կա եւ այդ խնդիրը գուցե կլուծվեր եւ ավելի որակով կապրել։ Դրա համար սանձնային աճի թե խնդիրը մի քիչ դժվար է տարբերակել։ Բայց կենտրոն կարող են դիմել հենց այս հարցերով։ Մյուս ուղղությունը դա կրթության ուղղությունն է, այսինքն հոգեբանական ինտելեկտի բարձրացմանն է վերաբերվում։ Մարդիկ կարող են դիմել կենտրոն, որտեղ որ իրենք կստանան հոգեբանական գիտելիքներ եւ բնականաբար այդ գիտելիքները թույլ կտա հասկանալ, թե օրինակ, ասենք, թե երբ որ մարդը իր հետ ունի տվյալ կատարվող երևույթը, դա որ դաշտում է, հոգեբանության դաշտում է, հոգեբուժության դաշտում է, նյարդաբանության դաշտում է, թե որ դաշտում է, հա, այսինքն հոգեբանական կրթությունը դա չափազանց կարեւոր է։ Մյուս հատվածը վերաբերվում է կրթությանը, ինչպես հոգեբանների կրթությանը գործնական դաշտում, այնպես էլ առհասարակ մարդիկ, ովքեր որ ուզում են պարզապես զարգացած ապրել 21-րդ դարում, պարզապես ունենալ գիտելիքներ հոգեբանական վիճակի մասին, շփումների մասին, մարդ-մարդ փոխհարաբերությունների մասին եւ այսպես։ Կենտրոնի հիմնական գործառույթներից մեկն էլ ընտանիքներն են։ Այսինքն ընտանիքների կայունությունը շատ կարևոր է հենց հոգեբանական տեսանկյունից, որովհետև մենք գիտենք երևի թե կյանքից, թե առհասարակ մեր շուրջ տեղի ունեցող երևույթներից, որ ընտանիքները կայուն չեն կամ ընտանիքներում չեն մեծանում երեխաներ, ովքեր որ պիտի լինեն հասարակության համար, ասենք թե լիարժեք եւ օգտակար մարդիկ հոգեբանական խնդիրների պատճառով եւ այդ առումով ոնց որ կենտրոնը ցուցված է նաեւ նրա համար, որպեսզի ապահովի ընտանիքների կայունությունը, հոգեբանական անվտանգությունը եւ ընտանիքների այն մթնոլորտը, որը որ ստեղծող է եւ ոչ թե քանդող։ Ուղղված է նաեւ կենտրոնի գործունեությունը սրան։ Եվ այնտեղ ունենք նաև հետազոտական մաս, որը վերաբերվում է, ասենք, ինչ-որ տեսակի հետազոտություններին, որոնք որ թույլ կտա հասկանալ, թե ինչպիսի խնդիրներ են, որոնք որ տեսանելի չեն, բայց դրանք կան։ Եվ բնականաբար հետազոտական մասը թույլ կտա դրանց վերաբերյալ ծրագրեր մշակել։ Եվ իհարկե կենտրոնի գործունեությունը կանդրադառնա նաև մարզում գործող կազմակերպություններին, որտեղ որ կարող են ստանալ հենց այս հոգեբանական աջակցությունը, որը կնպաստի աշխատանքի արդյունավետությանը։ Ոչ թե այն դեպքում, երբ որ մարդիկ ունեն ինչ-որ տեսակի խնդիրներ, այլ այն դեպքում, երբ որ մարդիկ աշխատանքի մեջ ձեռք են բերում հոգեբանական խնդիրներ, օրինակ գերհոգնածությունը, օրինակ հուզական այրումը, եւ այսպես շատ տարբեր օրինակներ, տագնապայնությունը, որովհետեւ ի վերջո տարածաշրջանը ամենահանգիստներից մեկը չէ, հա։ Եվ այդ առումով կենտրոնը կարող է այդ աջակցությունները մատուցել։ Եվ այստեղ վերջինը, որ կուզեմ նշել, շատ հաճախ պարզապես հասանելի չեն այն հոգեբանական ծառայությունները, հոգեբանական աջակցությունը, որոնք որ գտնվում են Երևանում։ Հիմա մարզը կունենա այդպիսի կենտրոն, որտեղ որ հասանելի են նույն ծառայությունները, որը որ կա Երևանում, եւ տարածություն են կրճատել։ Այո։ Շնորհակալություն ընկեր Պետրոսյան, մեր զրույց քննարկումների վերջում ես խնդրում եմ, որ մեր հյուրերին իրենց մասնագիտական գործունեության համատեքստում փոքրիկ ուղերձով դիմել մեզ հետևողներին, ձեր դեպքում ուրախ կլինենք նաև ձեր ուղերձը լսել հոգեբանական աջակցության, ուսումնառության կամ այլ համատեքստում, որը որ դուք ըստ էության կնախընտրեք։
Սովորաբար, երբ որ այսպիսի առաջարկ է լինում, ես սահմանափակվում եմ մի արտահայտությամբ, դա հնչում է մոտավորապես այսպես՝ հոգ տարեք ձեր մասին, եթե դուք հոգ չտանեք ձեր մասին, չեն գտնվի մարդիկ, ովքեր որ հոգատար կլինեն ձեր նկատմամբ։ Իսկ ձեր մասին հոգ տանելը սա ամենաառաջին հերթին սեփական հոգեկան ներդաշնակության մասին հոգ տանելն է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։